Защитник подчеркнул, что Давид Бабаян Բաքվի ռազմական դատարանի առջև կանգնած հայ գերիներից 6-ի պաշտպանները դատարանին միջնորդել են արդարացնել նրանց։ оправдательный приговор в отношении Аркадия Гукасяна. Իշխանական Ազեր Թաջը միակ լրատվամիջոցն է, որ հայ գերիների դատերի վերաբերյալ տեղեկություն է տարածում։ Դրանք ճշտելու որևէ հնարավորություն, սակայն հայկական կողմը չունի։ Մինչև երեկվա նիստը Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին 20 տարով ազատազրկելու պահանջ էր ներկայացրել։ Ղուկասյանի պաշտպաններ Հասիմովան ու Թագիևան այս նիստում հայտարարել են, Ղուկասյանը հանցավոր խմբի անդամ չէ, առաջարկում են արդարացնել նրան։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին էլ ցմահ ազատազրկելու պահանջ էր հնչել նախորդ նիստում։ Հիմա նրա պաշտպանը հիշեցրել է, Բաբայանը ինքնակամ հանձնվել է ադրբեջանական կողմին, միջնորդել է արդարացնել նրան։ Защитник обвиняемого Давида Манукянова Олег Гурбанов заявил, что его подзащитный не признает себя виновным и не считает себя членом какой-либо преступной группировки. Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանն էլ շեշտել է իր պաշտպանյալը զինվորական է եղել։ Գործել է կանոնադրության շրջանակներում, պաշտպան Գուրբանովը խնդրել է արդարացնել Դավիթ Մանուկյանին։ Արդարացման միջնորդություններ են ներկայացրել նաև հայ գերիներից Գուրգեն Ստեփանյանի, Վասիլի Բեգլարյանի ու Ռաշիդ Մադաթյանի հանրային պաշտպանները։ Ռաշիդ Մադաթյանը 73-ամյա գետավանցի է, որ 23 սեպտեմբերին գյուղից դուրս գալ չէր կարողացել ու գերեվարվել էր, բայց ըստ Բաքվի իրավապահների նա 90-ականներին Խոջալույի դեպքերի ակտիվ մասնակից է։ Должен быть оправдан по эпизоду покушения на жизнь государственных деятелей нашей страны, произошедшему 20 ноября 1991 года близ села Гаракент Խոջավենского района. Երեկվա նիստում արցախցի խաղաղ բնակչի պաշտպանն ասել է, ճիշտ է Բաբայանը Խոջալույի դեպքերը տեսել է, բայց ոչ մեկին չի սպանել, նաև սուր հիշողություն ունի, օգնել է գտնել զոհերի մարմինները։ Արդարացնել 6 հայ գերիներին արդյոք Բաքվի դատարանում հնչած այս միջնորդությունները հույսի մասին են։ Ոչ Բաքվի դատարանում արդարացվող հայեր չեն լինելու, վստահ է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Տակտիկական նկատառումներով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել պաշտպանության իրավունքը եւ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները խոսում են հնարավոր արդարացման ակտերի մասին, հստակ գիտակցելով, որ դա անհնար է։ Իրավական գործընթացի տպավորություն են ուզում ստեղծել, ասում է իրավապաշտպանը, այնինչ արդեն քաղաքական պատվերը կա, դատարանը միայն վավերացնելու է այն, ինչ վճռել է Ալիևի իշխանությունը։ Սա միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող արհեստական քայլեր են։ Հնարավոր չէ, որ դատարանն արդարացնի գերիների մի խմբի նրանց Հայաստան վերադարձնելու քաղաքական պայմանավորվածության դեպքում process-ը տրամաբանական ներկայացնելու համար։ Ըստ իրավապաշտպանի, դատավճիռները չեն խանգարում, նախադեպ կա։ Մենք ունենք այս պահին էլ Հայաստան հայրենադարձված ռազմագերիներ, ում վերաբերյալ ադրբեջանական դատարանները կայացրած են եղել դատական ակտեր, սահմանելով օրինակ 4 տարի, 6 տարի, 15 տարի ազատազրկում։ Օրեր առաջ Բաքվից վերադարձած քաղաքասարակության ներկայացուցիչները պատմեցին, այնտեղ հավաստիացում են ստացել, որ գերիների հարցը բանակցություններում ակտիվ թեմա է։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել։ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ գերիների մի խումբ Բաքվի բանտից ազատ կարձակվի, երբ հայ-ադրբեջանական շփումներում տեղաշարժ լինի։ Ընդ որում կարծում է, որ առաջին վերադարձողները կլինեն 23 սեպտեմբերին գերեվարված զինծառայողները։ Եթե նույնիսկ փաստաթուղթը ամբողջովին ստորագրված, վավերացված չէ, սակայն փաստաթղթի կատարումն ապահովող, կատարման ուղղված քայլեր լինեն, իմ գնահատմամբ Ադրբեջանը զիջումների, այսպես կոչված զիջումների կգնա եւ մարդասիրական քայլ կցուցադրի միջազգային հանրությանը։ Հայ գերիների արդարացման վերաբերյալ վերնագրերը գերիների հարազատներին մի քիչ հուսադրում են, բայց ասում են, մենք էլ գիտենք, դատարանի դահլիճում չի որոշվում հայերի ճակատագիրը։ Հույսս չեմ կորցնում, գիտեմ, որ պիտի գա, այդ որ ասում հույսը վերջում է մեռնում, հələ իմ մոտ չի մահացել այդ հույսը, հələ հույս ունեմ, որ ինքը գալու է կգա։ Գերիներից մեկի դուստրը պատմեց շաբաթը մեկ հեռախոսով են խոսում, փորձում կռահել, լավ է, հո հիվանդ չէ։
մի քանի շաբաթ առաջ որ խոսացել եմ հենց ձենը նորմալ չէր, ոնց որ հիվանդ էր ինձ թվում է։ Մի քիչ ինձ թվում էր դժվարությամբ էր խոսում։ Ինձ թվում է հիվանդ էր, պրոստը ինքը չէր ասում, որ ինքը հիվանդ է։ Ասում եմ խիչ ես կարում խոսած, ասում ասեն թել կլինի ոչինչ։ Գոնե նախկինում կարողանում էինք տաք գլխարկ ծխախոտ ուղարկել, անհանգստանում է դուստրը։ Բաքվի բանտերում պահվող հայերին Կարմիր խաչից չեն այցելում արդեն կես տարի։ Կազմակերպության Բաքվի գրասենյակը փակ է։ Մինչև այդ հարազատները կարողանում էին գոնե ծանրոց ուղարկել։ 6 ամիսը 1.30 կիլոգրամ գերիներից մեկի մայրը հիշում է ամեն մանրուք, որ որդու հետ կապ ունի, որ օրը քանի րոպե խոսեց։ Վերջի այցը եղել է 25 թվականի հունիսի 7-ին։ Հա, ու վերջ, ոչ այցելություն, ոչ նամակ, ոչ մի բան։ Մենակ իրանց կողմից զանգ ա եղել, 10, 11, 12, 9, 6 րոպե, նայած էլի ես։ Միակ որդու գերեվարումից հետո մայրը հիվանդանոցից դուրս չի գալիս, մի քիչ սփոփվում է, երբ որդու հետ կամ խոսում է, կամ տեսնում Բաքվի կադրերում։ Սփոփվում է, որովհետև որդին սիրուն կոկիկ տեսք ունի։ Ինքը միշտ լավ, տրամադրված, հույսով, ժպիտը դեմ չի դատել մեր որդենում է, կարգին կուլտուրնի հագնված, սիրուն խոսում, պիտաղելով խոսում, հույսները չկտրեք, մի լավ որ դուրը բացելու մտնելու է։ Մայրը, որ հիվանդանոցում էլ բուժումների լինի, տան դուռը միշտ բաց է պահում։ Միշտ ոչ թե մենակ դուրս եմ բացում, սիրտս է միշտ բաց։ Բոլորի համար թող բոլորը գար իմն մեջտեղը գա։